Թբիլիսիում զանգվածային բողոքի երթեր են անցել, քաղաքացիները ծածանել են Եվրամիության և Վրաստանի դրոշներ և շարժվել դեպի խորհրդարանի շենք, որի դիմաց անցած տարվանից հակակառավարական ցույցեր են։ Երթին մասնակցել են ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև ցույցերի ընթացքում բանտարկված քաղաքացիների հարազատներ։ Մեկ տարի առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր մինչև 2028 թվականի վերջ ԵՄ-ին երկրի անդամակցության հարցով բանակցությունները օրակարգից հանելու մասին, ինչին հետևել էին ցույցերը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը զեկույց է ընդունել, որի համաձայն Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը 2024 թվականից փաստացի դադարեցված է։ Ըստ փաստաթղթի Հանրապետությունում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, իշխանությունը ճնշում է քաղաքասարակությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ընդդիմության առաջնորդներին։ Ակնկալվում է, որ Եվրոպական հանձնաժողովը վիզային նոր մեխանիզմ կներդնի Վրաստանի իշխանության նկատմամբ ճնշումը մեծացնելու համար։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրի Երմակը, որը նոյեմբերի 28-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնել է, որ մեկնում է ռազմաճակատ։ Չեմ ցանկանում խնդիրներ ստեղծել Զելենսկու համար և հեռանում եմ առաջնագից, պատրաստ եմ դիմակայել ցանկացած ճնշման։ Ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ, նշել է նա New York Post-ի հետ զրույցում։ Երմակի խոսքով իրեն անարգել են, իսկ ճշմարտությունն իմացողները չեն աջակցել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով դատախազությունը խուզարկություն են անցկացրել Երմակի տանը։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայում կոռուպցիոն մեծ սկանդալի ֆոնին, որը կապված է Էներգոատոմ ընկերության հետ։ Ուկրաինական հակակոռուպցիոն մարմինները պարզել են, որ պետական կազմակերպության միջոցով միլիոնավոր դոլարների լվացումներ են եղել։ Նշվում է, որ խոշոր չափի հափշտակության սխեմայի հեղինակը և հիմնական շահառուներից մեկը եղել է Զելենսկու նախկին գործընկեր Թիմուր Մինդիչը։ Արծարծվում էր նաև Անդրի Երմակի անունը։ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին։ Դմիտրի Պեսկովի խոսքով հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա առաջին կեսին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի հիմնական պարամետրերը, որոնք քննարկվել են Ժնևում, Կիևի, Վաշինգտոնի և եվրոպական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ, փոխանցվել են Մոսկվային։ Դմիտրի Պեսկովի խոսքով բոլորն էլ նախընտրում են խաղաղ կարգավորում տեսնել։ Նա հավելել է, որ խաղաղության ծրագրի բոլոր դրույթները, այդ թվում տարածքների հարցը մանրամասն քննարկվելու են, սակայն Մոսկվան չի ցանկանում այդ մասին հրապարակավ խոսել։ Վոլոդիմիր Զելենսկին ևս հայտնել է, որ հաջորդ շաբաթ ինքը և իր թիմը հանդիպումներ կանցկացնեն արևմտյան դաշնակիցների հետ։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, այժմ իրավունք չունեն կորցնելու միասնությունը և տրվելու Մոսկվայի սադրանքներին։ Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ կիրառվել է 36 հրթիռ և շուրջ 600 ԱԹՍ։ Կիևում վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, հրդեհներ են բռնկվել։ Մայրաքաղաքի ավելի քան 500,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Հայտնի է առնվազն 3 զոհի մասին, շուրջ 30 մարդ վիրավորվել է։ Ռուսական ուժերը հարվածել են նաև Խարկովին և Դնեպրին։ Թիրախում են եղել էներգետիկ ենթակառուցվածքները։ Ուկրաինական կողմն էլ հարվածել է Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանի, հրդեհ է բռնկվել։ Գործարանի աշխատակիցները տարհանվել են։ Ռուսաստանի բնտվյալով գիշերը հարվածներ են հասցվել Դաշնության 10 մարզի, ավերածություններ կան Տագանրոգում։ Ոչնչացվել է 100-ից ավելի ուկրաինական ԱԹՍ։ Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում նոյեմբերի 26-ին բռնկված հրդեհի զոհերի թիվը հասնում է 130-ի, մի քանի տասնյակ մարդ տուժել է, շուրջ 300 քաղաքացի անհետ կորած է համարվում։ ԶԼՄ-ների տվյալով հրդեհն արդեն մարվել է։ Բնակելի համալիրի մասին տեղեկագրում նշված է, որ այնտեղ ապրել է մոտ 4800 մարդ։ Ավելի վաղ համալիրում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում։ Դրանց ընթացքում օգտագործվել են ոչրակայուն նյութեր և բամբուկե փայտամածներ, որոնք նույնպես արագ են բռնկվում։ Ոստիկանությունը քննում է հրդեհի պատճառները։ Հիմնական վարկածը տեխնածին աղետն է անփութության պատճառով։ Շինարարական ընկերության 2 տնօրեն բերման է ենթարկվել։ Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը ձերբակալել է ևս 11 մարդու։ Դիտվա արևադարձային ցիկլոնի պատճառով Շրի Լանկայում մահացել է առնվազն 123 մարդ։ Աղետների կառավարման կենտրոնի տվյալով վերջին օրերի եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ևս 130 մարդ անհետ կորած է համարվում։ Ընդհանուր առմամբ տուժել է 373,000 մարդ։ Շուրջ 44,000-ը տեղափոխվել է ժամանակավոր ապաստարաններ։ Շրի Լանկայի նախագահը հրամայել է բանակին անհապաղ օգնություն ցուցաբերել տուժածներին։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է 21,000 զինվորական։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին տեղումների քանակը զգալիորեն կնվազի, քանի որ դիտվա ցիկլոնը շարժվում է դեպի Հնդկաստան։ Ինդոնեզիայում էլ ջրհեղեղների և սողանքների հետևանքով արդեն մոտ 200 մարդ է զոհվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։